ֆորմատը ես տենց եմ հասկանում պատմական հիշողությունն է, ճիշտ է, ուրեմն տեսեք, այդ տեսակետից եթե նայենք, հանրային տրամադրությունը շատ ավելի երրորդական, չորրորդական է, քան թե պատմական հիշողությունը։ Պատմական հիշողությունը եկեք մի հատ ձևակերպենք դա ինչ է, դա պատմություն չի։ Պատմական հիշողությունը դա այն պատմական փաստերն են, որը որ հանրությունը, պետությունը շատ անգամ վերցնում է, առանձնացնում է պատմությունից, որի հիման վրա ստեղծվում է ազգային արժեքները, սիմվոլները, որոնք դառնում են արժեքներ եւ դառնում է ինքնության կազմավորիչ կարևորագույն հատվածը։ Ուրեմն որ տեսության մեջ շատ չխորանանք, նշենք, որ կան ինչպես կանոն այդ ինչ-որ մի տրավմայի շուրջ է ձևավորվում կամ ինչ-որ մի այլ իրողության, ասենք ռուսների մոտ կա երկու հատված, որը ձևավորել է այդ պատմական հիշողությունը, քաղաքացիական պատերազմը ու հայրենական պատերազմը։ Եկեք երևի այդ կողմից սկսենք, դրա համար որ հանրային հետո այդ տրամադրությունների մասին ես վերջում կավելացնեմ։ Նախ մենք հանրային պատմական հիշողության տեսակետից մենք եկեք տեսնենք մենք շատ նման ենք երկու բաների, որի հետ պետք է համեմատենք պատմական հիշողությունը ու հրեաներին է, որի շատ ուժեղ հոգիզ ունի, մեր ցեղասպանությունն է իրանց հոլոկոստը, դա շատ ուժեղ կորիզ է, որի շուրջ կարված է մնացած բոլոր պատմական հիշողությունը։ Ու Վրաստանի հետ կհամեմատենք, ինչպես նաև ես երկու բառով կասեմ, թե ինչ բան է Ադրբեջանի պատմական հիշողությունը, հետո կավելացնեմ, եթե պետք եղավ ինչ-որ այսօրվա հասարակական տրամադրությունները։ Ուրեմն, տեսեք, սկսենք հայերից ու հրեաներից, երկուսի մոտ էլ կա կորիզ, տրավման, ցեղասպանության, որի շուրջ կարված է պատմական հիշողությունը։ Երկուսի մոտ էլ պատմական հիշողությունը տրանսազգային է, քանի որ կան սփյուռք, ինքը տրանսազգային է։ Երկուսի մոտ էլ պատմական հիշողությունը տրանսազգային է։ Բայց հիմա եկեք խոսանք տարբերությունների մասին։ Հայերի մոտ ուրեմն մենք ունենք, ես մի քանի բաները սենց ավելի հավանեմ, մեր ուրեմն պատմական հիշողությունը, տեսեք, ինքը դառնում է ուրեմն ինչ-որ դեպք, չէ, մինչև վերջ ասենք, որից մենք դասեր ենք քաղում, հետո դա մտնում է պատմության գրքեր, հետո դա դառնում է հուշարձաններ, սիմվոլներ, այսինքն, հետո դա դառնում է արժեք, հետո դա դառնում է ազգային ինքնություն։ Դեպապես արժեքն ու ազգային ինքնությունը ձևավորում են հենց այդ տրավմաները։ Նախ, քանի որ ֆորմատը տենց շատ լայն է, ես ասեմ, որ վերջի հետազոտությունը, որը ես արել եմ ու եղել է մոտ 6 ամիս առաջ, այն հարցը, թե ինչքանով է ձեր համար անձամբ կարևոր ցեղասպանության հիշատակը, 95%-ի համար կամ շատ կարևոր է, կամ կարևոր է։ Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, թե ինչ ուժեղ, դա ամենահիմքն է ազգային ինքնության, ազգային պատմական հիշողության, հետևապես ազգային ինքնության։ Արարատի մասով, որպես նույն հատվածի սիմվոլներից մեկը, որ արժեք է դարել արդեն, դա 85-ի կողմերն է, որը որ անձամբ մարդու համար կարևոր է կամ շատ կարևոր է։ Տեսեք, ինչ է նշանակում կորիզ, այսինքն եթե դա փորձես քանդել, հայլ այլևս չկա։ Կորիզը քանդվում է, դառնում են ինչ-որ անհատներ։ Հիմա այնուամենայնիվ վերադառնանք համեմատությանը։ Ուրեմն, տեսեք, մեր մոտ կա, որ մենք մենք ցեղասպանության զոհ ենք, նույն բանը կա հրեաների մոտ, բայց մեր դասը ուղղված է դեպի անցյալ, մեր էներգիան ուղղված է դեպի անցյալ, մենք պահանջում ենք, որ ընդունեն ցեղասպանությունը, հրեաների մոտ ձևավորվել է այլ կերպ, մենք
մեզ սպանեցին, բայց մենք մնացինք, ու մենք պիտի անենք ամեն ինչ, որ այդ չկրկնվի։ Ուրեմն հայերի մոտ պատմական հիշողությունը ձևավորվել է ֆրագմենտացված, այսինքն ինչ որ հատված եղել է Ասպյուրքում, ինչ որ հատված եղել է Սովետական Հայաստանում, հետո երբ որ մենք ստեղծեցինք մեր անկախ պետությունը, այդ ինչ որ ձևով կարվել է պետության մեջ։ Փաստացի պետությունը չի մասնակցել, ու շատ կարևոր խնդիր է սա, պետությունը չի մասնակցել պատմական հիշողության եւ ինքնության ձևավորման մեջ, ինքը ուղղակի կարել է ինչ որ եղել է տարբեր տեղերից։ Հрьяաների մոտ պատմական այդ հիշողությունն ու արժեքները ստեղծել է պետությունը, դրա տերը պետությունն է, ու պետությունը դա կարել է բանակի, կրթության ու արժեքային համակարգի մեջ։ Հիմա ինչն է կարևորագույն տարբերությունը, մենք ուղղված ենք դեպի անցյալ, մենք բարոյականություն, արդարություն, իրենց մոտ, հрьяաների մոտ տալիս է ապագայի տեսլական ու ուժ, մենք պիտի պաշտպանվենք, մենք պարտավոր ենք մեզ պաշտպանել։ Սա բերում է մոբիլիզացիայի, այս համակարգը դնում է բանակի մեջ, որի շուրջ ստեղծվում է մնացած ամեն ինչը, մենք այդ ապագայի դասը չենք քաղել։ Մեր համար կարևորն է, որ մարդիկ ընդունեն, այսինքն արդարությունը վերականգնվի։ Մենք ագենտ չենք, մենք պահանջող ենք։ Հрьяաների մոտ, քանի որ դա պետությունն է դրել, իրանց մոտ կա ներքին մոբիլիզացիա։ Այլ ձևով ասեմ, հрьяաների մոտ դա դառնում է ներքին քաղաքական խնդիր, մեր մոտ դա դառնում է արտաքին քաղաքական խնդիր։ Հрьяաների մոտ այդ ազգային ինքնության տերը պետությունն է, հայերի մոտ դա պետությունը չի։ Սրանով երևի եզրափակեմ համեմատությունը հрьяաների հետ, հիմա եկեք համեմատենք վրացիների հետ։ Ուրեմն վրացական պատմական հիշողությունը կառուցված է այդ այն բանի վրա, որ ինչ-որ ժամանակ ուժեղ են եղել, ահին քրիստոնյա են, մենք էլ ունենք նույնը, ինչ-որ ժամանակ ուժեղ են եղել, բայց հետո իրենց պետականությունը ջարդել են, իրենց վրացական իշխանությունը ջարդել են, բայց իրանք կռվել են ու վերականգնել են։ Հիմա տեսեք սիմվոլների տեսակետից, մենք նույնպես ունենք այդ առաջի քրիստոնյա, հին քրիստոնյա եւ այլն, բայց ուրեմն վրացիների մոտ այդ ինքնության մարմնավորումը, հիմքը դա պետությունն է, հայերի մոտ մշակույթը, Մեսրոպ Մաշտոց, առաջի քրիստոնեություն, լեզուն եւ եկեղեցին։ Սիմվոլները որոնք են այդ պատմական հիշողության, հայերի մոտ դա եկեղեցին է, վրացիների մոտ դա թագավորն է։ Փորձը, ուրեմն մենք փորձում ենք այդ բառը ես չեմ կարող հայերեն գտնեմ, բուժիվանի է, մենք ինչ-որ ձևով գոյատևում այնքան էլ հաջող չի, որ տակից դուրս գանք վրացիների մոտ ուժ ու անկում, ուժ ունենանք, որ անկում չապրենք։ Հիմա ինքնությունը մեր մոտ պահպանելն է, վրացիների մոտ պայքարը։ Ուրեմն հայերի մոտ ինքնության համար պահպանելու պետություն պետք չի փաստորեն, վրացիների համար դա կենտրոնական տարրն է ինքնության պաշտպանելու պետությունը։ Ուրեմն որտեղ ապրում այդ ինքնությունը, հայերի մոտ դա մշակույթն է, եկեղեցին ու то есть այն տունը, որտեղ այդ ինքնությունը ապրում է, եկեղեցին է ու լեզուն։ Վրացիների մոտ պետությունը եւ իշխանությունը։ Հայերի մոտ մենք ունենք ուժեղ մշակութային ինքնություն, վրացիների մոտ կա քաղաքական ինքնություն։ Այսինքն համեմատելով նաև վրացիների հետ, այնտեղ նույնպես կա ուժեղ պետության դեր, հայերի մոտ մենք այս 30 տարվա մեջ մեր պատմական հիշողության հետ որևէ կերպ չենք աշխատել,
ու առաջի Ղարաբաղյան պատերազմը մենք որևէ կերպ չենք սարքել այդ մեր ապրումներից դաս քաղելու հատված, իսկ այդ պատմագետները, փիլիսոփաները, տեսեք, պատմությունը ինչով է տարբերվում պատմական հիշողությունից։ Ուրեմն պատմագետի խնդիրը թվերը, փաստերը ճշտելն է։ Պատմական հիշողությունը դա մի քանի գիտությունների սահմանն է։ Իսկ ոչ Հայաստանի փիլիսոփաները, հայկական հումանիտար վերնախավը չի մասնակցել 30 տարվա մեջ, կամ պետությունն էլ այդ պահանջը չի դրել, որ այդ պատմական հիշողության մեջ լինի ապագայի եւ մոբիլիզացիայի տարը։ Իսկ մենք մնացել ենք պահանջենք, որ արդարությունը վերականգնվի, հա։ Մենք ուրիշից արդարություն ենք միշտ պահանջել։ Հիմա շատ հետաքրքիր է ռեգիոնի կուլտուրական, ասենք, ամենաերիտասարդ ժողովուրդը, ադրբեջանցիները, որոնց պատմական հիշողությունը ունի, սկսվում է Ղարաբաղյան պատերազմից, քանի որ դա է իրանց տրավման եղել։ Տեսեք, որն է փաստացի իրանց պատմական հիշողությունը ու իրանց ստեղծած միֆերը, որ մենք կորուստներ ենք ունեցել, բայց մենք այն ազգն ենք, որը կարա իմը հետ բերենք, հա։ Հիմա իմը հետ բերելու նարատիվը, որը կարված է արդեն իրանց այդ փոքր պատմական հիշողության մեջ, ամրապնդվել է մեր պարտությունով իրանց հաղթանակով երկրորդ Ղարաբաղյան պատերազմում, բայց դա շատ կարևոր է հասկանալ, որ ոնց որ մենք 60 տարի մեկը մյուսի հետևից, ասենք, մետրոյին դրոշների կան, չէ, որ ով ընդունեց մեր ցեղասպանությունը, քանի որ դա իրանց ինքնության հատվածն է արդեն իսկ սարքած, հա, իրանք կարան 10 տարի, 20 տարի սպասեն, որ էլի ինչ-որ հող, որը իրանք իրենց են համարում, խոսքը Իսպահանի արևմտյան Ադրբեջան կոչված Սյունիքի մասին է, իրանք պետք է հետ բերեն։ Սա իրանց ոնց որ մենք ամեն տարի աշխատում ենք մի պետություն շատացնել, որ արդարությունը վերականգնենք։ Նենց էլ իրանց պատմական հիշողությունը իրանց պարտադրելու է, որ իրանք, ասենք, սանտիմետր արսան, կիլոմետրը հետևից, այսպես կոչված իրանցը հետ բերեն։ Սա ինչ վերաբերում է պատմական հիշողությանը ու նրան, թե ինչ վտանգներ է մեզ սպասում, ու ինչև մենք ունեինք անելու, որ չենք արել, հիմա վերադառնամ տրամադրություններին։ Ինքնությունը փոխելը դա այդ երկու րոպեվա խնդիր չի, հա։ Ինքնությունը, արժեքները պատմական հիշողության վրա հիմնված ձևավորվում են 80-ից 100 տարի։ Իրանց կարելի է ձևափոխել, վրացիները, տեսեք, ավելացրել են այդ խորհրդային, այսպես 80-ական թվականների, 90-ական թվականների նաև Թիֆլիսի ջարդելը եւ մնացած ամեն ինչը, ինչ որ ձևով փորձել են ու երևակայի հաջող փորձ են արել, իրենց այդ պատմական հիշողության կոդերի մեջ կարել։ Մենք, որ մեր պատմական հիշողության հետ ոչ մի բան չենք արել, մեր խնդիրը այն է, որ մենք կոնսերվացներ պահենք, բայց եթե այս ուրեմն իշխանությունը փորձում է դա փոխել, ինչ է ինքը անում, ինքը անում է ջարդել սիմվոլները, ասենք, միանգամից վախում են անել, իրանք փորձում են օրինակ ցեղասպանության հուշահամալիրը վերանորոգին կբացեն, թե չէ պարզ չի, այսինքն իրանք փորձում են այդ սիմվոլները ջարդեն, քանի որ այդ սիմվոլներն են, որ ձևակերպում են, իրանք միշտ են, չէ, ես իրանք միշտ տեսնում եմ, հետո ես բայց կրթական համակարգը փոխեմ, որ հաջորդ սերունդները այլևս չունենան այն պատմական հիշողությունը, որը մենք ունենք, բայց ընտրությունները այսօր են։ Իսկ այսօր 95%-ը, որը մեծացել է ապրիլի 24-ին գնալով, ինքը սովորել է դպրոցում, որտեղ քիչ թե շատ նորմալ գիտելիքներ են ստացել, դեպապես այսօրվա հասարակության հետ իրանք այդ խաղը խաղալ չեն կարող։ 95%-ի համար ցեղասպանության հիշատակը կարևորագույն էլեմենտն է իրանց ինքնության, եւ այդ ինքնությունը հիշացնում մշակութային ինքնությունը, որը որ տրանսազգային է, թե սփյուռքում, թե այստեղ, ինքը նույնն է։ Այդ տրանսազգային ինքնությունը, դրա տեղը ապրելու տունը, դա լեզուն է ու եկեղեցին։ Նենց որ եկեղեցականների մեր ուրեմն
բարձրաստիճան կարան ինչ-որ փորձեն վարկաբեկեն ինչ-որ մարդկանց մոտ դա հաջող կլինի կամ ոչ, բայց եկեղեցում կպնելը իրանց համար չափազանց մեծ սխալ է ու դա կզգան ընտրությունների ժամանակ։ Մա ինչ վերաբերվում է ավելի կոնկրետ այսօր վաղը ոնց է փոխվում տրամնախ, տեսեք հասարակական տրամադրությունները իսկապես ձևավորվում են ոչ թե մի օրում կամ նախընտրական հատվածի ընթացքում, այլ նրանք ձևավորվում են շատ ավելի շուտ։ Այն կառուցվածքը հասարակական տրամադրությունների կարծիքի, որը որ մենք ունենք, ինքը ձևավորվել է մոտ 1.5-2 տարի։ Այդ կառուցվածքը ինքը փոխել հնարավոր չի։ Ինչ է հնարավոր անել, ինչ որ մարդիկ կարան որոշում ընդունեն գնան ընտրությունների, ինչ որ մարդիկ կարան մնան տունը։ Հիմա այս ակտիվությունը, որը որ փոթորիկի պես արդեն գալիս է, դա կարաբերի նրան, որ ընտրական ակտիվությունը շատ բարձր է։ Հիմա իրանց միակ, չգիտեմ ինչքանով է այսօրվա քննարկում, բայց իրենց կարևորագույն խնդիրը նա է, որ այդ ընտրական ակտիվությունը լինի ցածր։ Բայց դեռ իրանք ունեն ոնց է լավուշկա, իրանք ծուղակի մեջ են ընկնում, ինչի։ Դրա համար որ ցանկացած գործողություն, որը որ գործող վարչապետը բավական դուրագրգիռ ձևով անում է, դա բարձրացնում է քաղաքականության մասին հետաքրքրությունը։ Ու այն մարդը, որ տունը քնած է ու չի ուզում հեռուստացույց նայի, այդ ամեն ինչին ինչ-որ ձևով արձագանք է տալիս ու դա ինքնըստինքյան բարձրացնում է քաղաքական ակտիվությունը։ Դեպապես տեսեք, որ շատ ավելի կարճ ձևակերպեմ, իրենք ասում են Էջմիածնից ընդդիմությունը խոսում է Գյումրիից, ճիշտ է, բայց կարևորագույն խնդիրը, որը իրանք լուծեցին, դաս քաղեցին Գյումրիից ու Էջմիածնում ինչ-որ հաջողություն գրանցեցին, բացի նրանից, որ գյուղը կրցնելն էր քաղաքին, նա էր, որ ինքը Էջմիածնի ընտրություններին չի մասնակցել։ Համապետական ընտրություններում ինքը չի կարող չմասնակցի։ Իր մասնակցությունը Գյումրիում բերեց ակտիվության բարձրացման, ընտրությունների զգալի հատվածը դնելու է ոչ թե անգամ կողմ ընդդիմությանը, այլ դեմ գործող վարչապետին, անգամ ոչ թե ԿՊ-ին, այլ գործող վարչապետին։ Դրա համար այդ փոսերը եւ մնացած ամեն ինչը իրենք մի կողմից աղմուկ են, բայց այդ աղմուկը եթե շատ աշատանում, ընտրական ակտիվությունը շատանում է։ Ամենաշատ աղմուկ բարձրացնողը գործող իշխանությունն է, այսինքն վարչապետը։ Նենց որ ինչ-որ ցուցիչներ կան, որ ես կարամ ասեմ, որ այս պահին ավելի շատ Գյումրիի հոտ եմ առնում, քան թե Էջմիածնի ընտրական ակտիվության տեսակետից։ Շնորհակալություն, պարոն Պարոնյան։ Հետաքրքիր թվեր ասացիք, խոսքը վերաբերում էր 90% մեր հայրենակիցների մասին, ովքեր 95% հանրություն, ովքեր պատմական հիշողությունից չեն հրաժարվում, խոսքը վերաբերում է ցեղասպանությանը եւ մի փոքր ավելի քիչ Արարատի հետ կապված մոտեցմանը եւ նաեւ կարեւոր արձանագրում արեցիք, որ պատմական հիշողությունը ջնջելու ուղղված քայլերը կամ եթե ջնջելը մի փոքր կոպիտ է հնչում, այլ կասկածի տակ դնելուն ուղղված քայլերը ազդեցություն կարող են ունենալ երկարատև կտրվածքով եւ հետեւաբար այս կարճ ժամանակահատվածում հանրության վրա ազդել չեն կարող, բայց կարող են արդյոք ունենալ հակառակ ազդեցությունը, այսինքն կարող է հանրության մոտ դժգոհություն առաջացնել այդ ձևակերպումները եւ նաեւ առաջիկա ընտրություններին այս իշխանությանը ոչ հասնելու հիմնարար պատճառ դառնալ։ Տեսեք, այն որ ընդդիմադիր քվեարկողների կորիզը, ես չեմ ասում հատվածները, շատ ավելի մեծ է, քան իշխանության կորիզը, դրա կարևորագույն պատճառներից մեկը ցեղասպանության թեման ուրեմն առարկելը, հարցականի տակ դնելը, հրաժարվելու փորձը, այսինքն ալտերնատիվ պատմական
հիշողություն ձևավորելու փորձն է, ու B եկեղեցուն կպնել, հա, ինչու, դրա համար որ ինչ է նշանակում պատմական հիշողության ու ինքնության կորիզ, հիմա ֆիզիկայից եւ չգիտեմ կենսաբանությունից մենք գիտենք, եթե կորիզը փլվեց, այդ մարմինը այլևս գոյություն չունի, հետևապես եթե ես ինչ-որ ձևով հարցականի տակ դնեմ իմ ինքնությունը, այսինքն ցեղասպանության զոհերի հիշատակը, ես այլևս հայ չեմ, ես պետք է որոշեմ, թե ես ինչ ազգ եմ, ես չեմ կարող տենց ապրել, ես 40 տարի, 30 տարի, 50 տարի ապրել եմ, չեմ փախել, մնացել եմ ստեղ, չեմ կարող, չէ, ես Երևանում ապրեմ ու փորձեմ լեզվից դրանից հետո հրաժարվեմ եւ մնալ, այսինքն ես պրոբլեմ ունեմ, շատ խորը հոգեբանական պրոբլեմ ունեմ, ես որպես մարդ քանդվում եմ։ Դրա համար այդ կշատացնի իհարկե, ինչ որ մարդ կարող ասի դե խոսում է եւ այլն, այդ ինչ որ շերտ կա, բայց դա չի նշանակում, որ իր համար կարևոր չի։ Իսկ այն որ ընդդիմությունը այսօր շատ ավելի մեծ է, քան գործող իշխանությունը, ես դեռ չեմ ասում հաղթում է, դրա համար որ այդ մի քիչ առանձին խոսակցություն է, բայց ամենայն հավանականությամբ հաղթում է, անկասկած անգամով ավելի շատ է, քան գործող իշխանությունը, եւ ինքնությանը կպնելը իհարկե կարևոր դեր է ունեցել այդտեղ։ Պարոն Պարոնյան,